Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիս ամսվա հորոսկոպը երկօրյակ նշանի ներքոծնվածների համար։ Սիրելի ընկերներ, կնայենք մոլորակների դիրքավորումը, կնշեմ լարված օրերի մասին, նորալուսին և լիալուսին նաև։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը նայում ենք առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն ձեր հորոսկոպի նշանով։ Այսպիսով, արևը մինչև հունիսի 21-ը կգտնվի երկօրյակ նշանում, դա սիրելի ընկերներ ձեր առաջին տունն է։ Այս ժամանակահատվածը հիանալի է, որպեսզի զբաղվեք ձեզնով, ձեր արտաքնով, այսինքն անցնեք նոր ոճի, նոր մազերի կտրվածքի, նոր սանրվածք, նոր մազերի գույն, մի խոսքով ինչ-որ փոփոխություններ կա, ինչը կապված է արտաքնի հետ։ Եթե ցանկանում եք ինչ-որ պլաստիկ միջամտություններ կատարել այս ժամանակահատվածում, ապա ևս բարենպաստ է։ Ամսի 21-ից հետո արևը կանցնի խեցգետի նշան ձեր երկրորդ տուն և լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ֆինանսական հարցերով։ Մերկուրի մոլորակը մինչև հունիսի 29-ը կգտնվի ուղընթաց դիրքով խեցգետի նշանում ձեր երկրորդ տանը, բերելով ինչ-որ խոսակցություններ, ինչ-որ փաստաթղթեր կապված գումարների հետ, աշխատավարձի հետ գուցե անցնեք նոր աշխատանքի, նոր աշխատավարձ ունենաք, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեք այս ժամանակահատվածում, բայց ամսի 29-ից հետո արդեն Մերկուրին կանցնի հետընթաց դիրքի ձեր երկրորդ տանը և մինչև հուլիսի 23-ը կգտնվի հետընթաց դիրքով։ Ինչ է կարելի, թե ինչ չի կարելի անել հետընթաց Մերկուրիի ժամանակահատվածում, առանձին հոլովակով արդեն ներկայացրել եմ իմ YouTube-յան ալիքում, որպեսզի այժմ չկրկնվեմ, կարող եք անցնել և նայել, հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում։ Վեներա մոլորակը մինչև հունիսի 13-ը կգտնվի խեցգետի նշանում ձեր երկրորդ տանը, այս ժամանակահատվածում շատ երկօրյակներ ինչ-որ արժեքավոր գնումներ կունենան, իհարկե ոչ միայն արժեքավոր, հնարավոր է օրինակ կոսմետիկա նոր գնեք ձեզ համար, կամ ինչ-որ ավելի արժեքավոր, ոսկի գնեք, ինչ-որ զարդեր գնեք, այն ամենը ինչը ձեզ հաճույք է պատճառում։ Հունիսի 13-ից սկսած Վեներան կանցնի առյուծ նշան ձեր երրորդ տուն, այս ժամանակահատվածը բարենպաստ է, որպեսզի գնաք ինչ-որ դասընթացների, որը կվերաբերի գեղեցկությանը, մոդային, ինչպես նաև խոհարարությանը։ Լավ ժամանակահատված է, որպեսզի ինչ-որ բանակցություններ կատարեք։ Լավ է, որպեսզի գնաք տեղափոխվեք օրինակ նոր բնակարան, հնարավոր է ունենաք նոր հարևաններ, ինչպես նաև գուցե ճանապարհ գնաք և այդ ճանապարհին նոր սիրավեպ սկսվի, նոր ծանոթություն ունենաք։ Մարս մոլորակը մինչև հունիսի 29-ը կգտնվի ցուլ նշանում ձեր 12-րդ տանը։ Մարսը 12-րդ տանը զգույշ եղեք սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, կրակի հետ աշխատելիս, գազի հետ աշխատելիս, քանի որ եթե ծննդյան քարտեզում լարված ասպեկտացիաներ կան, ապա հնարավոր է ինչ-որ անզգույշ օրինակ աշխատեք դանակի հետ, ձեզ վնասեք, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Մարսը 12-րդ տանը հաճախ տալիս է նաև վիրահատություն, բայց սա բնականաբար բոլորին չի վերաբերվում։ Ծննդյան քարտեզով ևս պայմանավորված է և ասցենդենտի նշան և արևի նշան պետք է համալրել, որպեսզի հասկանալ, արդյոք նման ինչ-որ իրավիճակ ստեղծվի ձեր կյանքում, թե ոչ։ Նման ինչ-որ հարցեր Մարսը ձեզ կբերի։ Ամսի 29-ից սկսած արդեն Մարսը կանցնի երկօրյակ նշան ձեր առաջին տուն և հաջորդ ամիսը արդեն ամբողջությամբ ձեր առաջին տանն է գտնվելու։ Կլինեք շատ ակտիվ, նախաձեռնող, լավ կլինի, որպեսզի սկսեք զբաղվել սպորտով, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանա, քանի որ Մարսի էներգիան շատ է և հնարավոր է այն վերածվի բանավեճի, տարաձայնությունների, և Մարսը առաջին տանը ևս պետք է լինեք շատ զգույշ, քանի որ հնարավոր է այս ժամանակահատվածում ինչ-որ խնդիրներ առաջանան, կրկին սուր կտրող ծակող գործիքների հետ կապված։ Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ, հունիսի 30-ից սկսած անցնելու է առյուծ նշան և առաջիկա 1 տարիների ընթացքում այնտեղ է գտնվելու։ Առյուծը ձեր երրորդ տունն է և Յուպիտերը բերելու է ձեզ մեծ փոփոխություններ կապված երրորդ տան հետ։ Այս հոլովակի ընթացքում չեմ կրկնվի, քանի որ արդեն առանձին հոլովակով ունեմ ներկայացրած, թե առաջիկա 1 տարիների ընթացքում ինչ դրական փոփոխություններ է ձեզ բերելու Յուպիտեր մոլորակը, սիրելի ընկերներ։ Հղումը կթողնեմ նկարագրություններ բաժնում, որպեսզի անցնեք նայեք։ Ուրան մոլորակը շարունակում է գտնվել երկօրյակ նշանում, այս ամսում 2-ից 3 աստիճան շարժվելով ձեր առաջին տանը։ Սիրելի երկօրյակներ, առաջիկա 7 տարիների ընթացքում չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ մեծ փոփոխություններ է բերելու ձեզ Ուրան մոլորակը։ Ինչպես նաև
Անսպասելի փոփոխությունների մասին է, հա, խոսքը։ Այս որպեսզի հասկանանք, թե կոնկրետ որ ոլորտում է լինելու փոփոխությունները, պետք է նայեք նաև ասցենդենտի նշանով։ Արևի նշան եւ ասցենդենտի նշան։ Եթե դուք արդեն կարողանաք նայել ասցենդենտի նշանով, կհասկանաք, թե Յուպիտերը որ ոլորտում է բերելու այդ փոփոխությունը ձեզ։ Բայց այս ամսում կզգան ավելի շատ Ուրանի ազդեցությունը այն երկվորյակները, ովքեր ասցենդենտով երկվորյակ են, ասցենդենտը գտնվում է երկվորյակի 2-ից 3 աստիճանում, կամ ովքեր ծնվել են մայիսի 24-ից 27 ընկած ժամանակահատվածում։ Եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա պատրաստվեք, սիրելի ընկերներ, Ուրանը բերում է արդեն իր փոփոխությունները, անսպասելի փոփոխությունները ձեզ։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, ձեր դիմացի նշանում է, հա, աղեղնավորը։ 18-ից 21 աստիճան է շարժվելու, բերելով լարված իրավիճակներ, գուցե տարաձայնություններ ամուսնու կնոջ հետ կամ գործընկերների հետ։ Հատկապես ովքեր ասցենդենտով են երկվորյակ եւ ասցենդենտը գտնվում է երկվորյակի 18-ից 21 աստիճանում, կամ ովքեր ծնվել են հունիսի 9-ից հունիսի 13 ընկած ժամանակահատվածում։ Զգույշ եղեք, սիրելի ընկերներ, քանի որ սև լուսինը իր գայթակղությունները, իր վախերը բերելու է հենց ձեզ այս ամսում։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում շարժվելով 12-ից 14 աստիճան, խոյը ձեր 11-րդ տունն է։ Իսկ 11-րդ տունը մեր գաղափարակիցներն են, խմբակներն են, այսինքն ինչ-ինչ պատճառներով հնարավոր է ձեր շփումը ավելի քչանա, ավելի ձեր շրջապատը ավելի քչանա, հա, ավելի քիչ մարդկանց հետ սկսեք շփվել այս ժամանակահատվածում, կամ ուղղակի ինչ-ինչ պատճառներով չկարողանաք հանդիպել ձեր ընկերներին, գաղափարակիցներին։ Նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված։ Նորալուսինը կլինի հունիսի 16-ին, երկվորյակ նշանում ձեր առաջին տանը, եւ մինչեւ ամսվա վերջ իր ազդեցությունը կթողնի։ Երբ նորալուսինը առաջին տանն է, այսինքն ինչ որ նոր էներգիա է սկսելու ձեզ համար, եւ կարծես ձեր անհատական նոր տարին սկսվելու է հենց այս նորալուսնով, սիրելի ընկերներ։ Նորալուսինն այսինքն կլինի տարբեր ոլորտներում փոփոխություններ, ինչ որ նոր սկիզբ կամ նորություն։ Եվ լիալուսին ենք ունենալու հունիսի 30-ին, այդ եղջյուր նշանում, դա ձեր 8-րդ տունն է։ 8-րդ տունը ոչ մեր կողմից աշխատած ֆինանսներն են, ինչպես նաև վտանգավոր իրավիճակներն են։ Զգույշ եղեք ամսի 30-ին մի օր առաջ հետո, քանի որ հնարավոր է ինչ-որ վտանգավոր իրավիճակում հայտնվեք, ինչպես նաև հնարավոր է ուղղակի այս ժամանակահատվածում գումար ստանաք։ Այժմ լարված օրերը նշեմ, լարված է լինելու հունիսի 4-ը, հունիսի 9-ը, հունիսի 17-ը եւ հունիսի 25-ը։ Այսքանը, սիրելի երկվորյակներ, կապված հունիս ամսվա հետ, բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Դե ինչ շուտով կհանդիպենք, ցտեսություն։